24 TV-ին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։ Բարև ձեզ, պարոն Բադալյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ մեզ հյուրընկալվելու համար։ Շնորհակալություն հրավերի համար։ Նախ խոսենք Վաշինգտոնում կնքված հայտարարության մասին, արդյոք այն անվտանգություն ապահովում է թե ոչ, քանի որ հիմնականում խոսում է, որ այն բիզնես պրոյեկտ է, բացի այդ, եթե այդքան մեծ գումարներ է ներդնելու Ամերիկայի Միացյալ Նահանգները Հայաստանում, դա նշանակում է, որ նրանք շահագրգռված են, որ այստեղ խաղաղություն լինի։ Այդ պայմանագրով 49 տարի նախնական ժամկետով կառուցապատման իրավունք է տրվում Ամերիկայի Միացյալ Նահանգներին։ Խոսենք այս նախագծի մասին, ինչ տվեց Հայաստանին։ Նախ տեսնում ենք, որ այս նախագծի մասին տարբեր տեսակի քննարկումներ լինում եւ նաեւ շեշտադրում է կատարվում, որ սա բիզնես ծրագիր է եւ այլն, առաջին հերթին նշենք, սա բիզնես ծրագիր չէ, որովհետեւ կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա հանգահումքային ռեսուրսների եւ այլ օգտակար ուրեմն հանածոների տեղափոխումը իրականացվել է Բաքու, Գյանջա, Թբիլիսի կարճ երկաթգծով կամ Թբիլիսի, Բաթում եւ Փոթի այդ նավահանգիստերով եւ անգամ այս պայմաններում, երբ որ հիմա հանում են այդ ամբողջ ռեսուրսները, այդ երկաթգիծը աշխատում է իր ողջ պոտենցիալի անգամ կեսը չի օգտագործում։ Բավականին քիչ է, դա նշանակում է ծարաբեռնվածություն չկա, բնականաբար հարցար չեմ, եթե նա կեսի չափով էլ չի կարողանում աշխատել, չի կարող ծարաբեռնվել, այս տրիպի ճանապարհով ինչա պետքա ցենց հարապատիկ ավելի բեռը գնա, որ եկամտաբեր լինի, իհարկե ոչ։ Հասկանալի է, որ այս տրիպի ճանապարհը ընդամենը մեկ խնդիր է լուծում, դա Իրանի դեմ իրականացվող քաղաքականության դետալներից մեկն է, որովհետև վերջերս նկատեցինք, չէ՞, այսինքն ոչ թե նկատեցինք, բոլորը տեսան, որ այնտեղ Միացյալ Նահանգները սպառնում էր ցույցերի հետ կապակցված ռմբակոծություններ իրականացնել եւ այլն, բայց աջակիցներն ասում էր մենք էլ կաջակցենք։ Այո, շենքեր գրավել եւ այլն, այսինքն Միացյալ Նահանգները ընդհանուր քաղաքականություն ունի Չինաստանի դեմ, այս Տրամպի, ոչ թե Տրամպի, այլ խորքային այս պետությունը, որ Տրամպին բերել է իշխանություն եւ այդ խորքային պետության քաղաքականությունը, որ իրականացնում է Տրամպը, եւ ոչ թե սա Տրամպի անհատական քաղաքականությունն է, Ամերիկան ուրիշ պետություն է, այնտեղ լրիվ ուրիշ սկզբունքով են աշխատում, այնտեղ նես չի լինի, որ մեկը գալիս է ու հարությունաշտանով փոխում է արտաքին քաղաքականությունը, այս քաղաքականությունը ուղղված Չինաստանի դեմ եւ նրա դաշնակիցների դեմ, Իրանը հանդիսանում է Չինաստանի դաշնակիցը, Իրանին դեմ ճնշում գործադրելու համար տարբեր ճակատներով ուրեմն գործընթացներ իրականացնում եւ ճակատներից մեկը դա հենց տրիպն է, ինչու է կարևոր, որտեղ շատերը կարող են ասել Իրանը տարբեր հարևաններ ունի, հենց ինչ այս 43 կիլոմետրն է կարևոր, այո, հենց այս 45 կիլոմետրը կարևոր, որովհետև այս ճակատով է Իրանը կապվում Ռուսաստանի հետ, Հայաստան, Վրաստան, վերին Լարսով դեպի Ռուսաստան, ինչպես նաև Հայաստան, Վրաստան, Բաթումի նավահանգիստ կամ Փոթի նավահանգստով Սեցով դեպի Եվրոմիություն, այսինքն այս ճանապարհն է փակում։ Թուրքիայի հետ էլ է կապվում դեպի Եվրոմիության հետ, բայց Թուրքիան Իրանի մրցակիցն է եւ ամեն վարքյան կարող է դա փակել։ Այո, Ադրբեջանի տարածքով են երկաթգիծ կառուցում, բայց Ադրբեջանը դա Թուրքիայի շարունակությունն է Հարավային Կովկասում եւ բնականաբար եւ իսկ Թուրքիան դա գլոբալիստների եւ Ամերիկայի դաշնակիցն է եւ ցանկացած ժամանակ նա կարող է ուղղակի փակել Ադրբեջանում այդ տարածքը, ֆիքսենք, Ադրբեջանը ինքնուրույն քաղաքականություն չի վարում 20 թվականի 44 օրյա պատերազմից հետո Ադրբեջանը դա Թուրքիայի կցորդ է, Թուրքիա, Հյուսիսային Կիպրոս, Ադրբեջան դա մեկ փաստացի արդեն մեկ պետություն է։ Եվ բնականաբար իդեպ ասեմ Ադրբեջանը շատ ուժեղ է Անգլիայի ազդեցությունով, իսկ այդ երկաթգծի եւ մաքսային այդ գործընթացներում էր անգլիական ծրագրեր կան, այսինքն նրանք կարող են հանգիստ փակել Ռուսաստան, Իրան, ուրեմն այս գործընթացը հատկապես հաշվի առնենք, որ Ադրբեջանը նաեւ որոշակի տարածքային նկարտումներ ունի Իրան նկատմամբ։ Դրա համար այս տրիպը դա առաջին հերթին Իրանի դեմ ուղղված ճանապարհ է, որի մասին վերջերս Այաթոլլահի խորհրդականը նշեց, որ սա Զանգեզուրի միջանցքի տրիպ դա նույն բանն է, այսինքն նրանք շատ լավ հասկանում են, անկախ նրանից Հայաստանի իշխանությունը ինչ կասի, ինչ չի ասի, սա մեկ եւ երկրորդ, արդյոք սա Հայաստանի անվտանգությունն ապահովում է, շատ կարևոր հարց, ոչ չի ապահովում, որովհետեւ մենք տեսանք մեկ շաբաթ առաջ ինչ տեղ ունեցավ Սիրիայում, տեսեք Իդեպ նաև պայմանագրի մեջ այս տրիպի այնտեղ հենց նախաբանում է գրած է, որ այս փաստաթուղթը պարտավորություններ ոչ մի բան չի անում, բայց մի շաբաթ առաջ ինչ տեղ ունեցավ Սիրիայում։ Մենք գիտենք, որ այս երբ որ իսլամական պետությունը ծագեց, նա Սիրիայում բավական տարածքներ գրավեց եւ Միացյալ Նահանգները, ինչպես նաև Ռուսաստանը օգնում էին Սիրիայում պայքարելու այս պետության ուրեմն դեմ իսլամական պետության դեմ եւ այդ պայքարի առաջամարտիկներն էին նաև քրդերը, որոնք ուղղակի
գետնի վրա ջարդեցին իսլամական պետությանը, իհարկե ամերիկացիական, բայց իրանք տավեցին հազարավոր զոհեր եւ մաքրեցին այդ իգիլից այդ տարածքները։ Եվ թվում է, որ Միացյալ Նահանգներն անց պետք է օգնեն, բայց ինչ տեղացավ մեկ շաբաթ առաջ Միացյալ Նահանգների, այսպես աչքակապությամբ, թույլտվությամբ, Թուրքիա աջակցությամբ սիրիական զորքերը ղեկավարությամբ հարձակվեցին ուրեմն Հալեպում գտնվող քրդական երկու թաղամասի վրա եւ երկու օրվա ընթացքում 120,000 բնակչի ենթարկեցին էթնիկ զտման, ինչպես Արցախից, հա, ասենց ճամպրուկները ձեռքին մեքենաներով դուրս եկան Արցախ հայություն եկավ Հայաստան, նույնն էլ քրդերը գնացին, օգնեց Միացյալ Նահանգները։ Դա այն դեպքում, երբ որ քրդերը ասում են բավականին զինված կռվել են Միացյալ Նահանգների համար, ավելին Հալեպը ամբողջովին քրդա զրկելուց հետո, այսինքն էթնիկ զտում անելուց հետո սիրիական զորքերը նույնից հարձակվեցին եւ արևելքում գտնվող քրդական մեծ տարածքների կարելի ասել 2/3-ը նույնպես վերցեցին իրենց հսկողության տակ եւ Միացյալ Նահանգները որևիցե ձեն չհանեցին։ Սա պետք է հասկանաք, սա Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականություն է, ոչ լավ, ոչ վատ։ Ինքը օգտագործում է ցանկացած գործոն եւ երբ որ այդ գործոն իրանալուց պետք ինքը շպրտում է։ Ուղղակի դեն են նետում այդ։ Հիշեք Աֆղանստանը, հիշում եք այն մարդիկ, որոնք որ ինքնաթիռների ետևից վազում էին, երբ որ ամերիկյան ինքնաթիռները գնում են Աֆղանստանում, սա քանի տարվա ընթացքում Միացյալ Նահանգները դրեցին 1 տրիլիոն 700 միլիարդ դոլար, 1 տրիլիոն 700 միլիարդ դոլար, բայց երբ որ իրանց պետք չեկավ, իրանք այդտեղ չշպրտեցին ու հեռացան։ Այստեղ տրիպում ոչ մի բան չի Իրանի դեմ ուզենան գործողություն անեն, պարտադիր է հենց այդ ճանապարհը օգտագործեն, այդպիսի հակադարձումներ են անում։ Այո, որովհետև այդ ճանապարհը այդքան որ հենց ճանապարհներ են։ Որովհետև Սյունիք ունի ռազմավարական նշանակություն, մարդիկ դա կամ չեն հասկանում, կամ իրենց դեռ չհասկացողի տեղ, որովհետև նշեցի, Իրանը այդ ճանապարհով է ոչ մամեդական միակ ոչ մամեդական հարևան քրիստոնյա հարևանն է հաշվի առնելով հայեր եւ իրանցիների բավական լավ հարաբերությունները, որը կապվում է Ռուսաստանի եւ եվրոպական երկրների հետ։ Ադրբեջանի տարածքով կարող է կապվել, բայց Ադրբեջանի տարածքով կապվել նշանակում է Թուրքիայի տարածքով կապվել։ Իսկ Թուրքիան ամեն դեպքում կարող է ցանկացած ժամանակ փակել, երբ որ դա պետք լինի Միացյալ Նահանգներին եւ պետք լինի դաշնակից ուրեմն Իսրայելին, որտեղ Թուրքիան եւ Ադրբեջանը, հատկապես Ադրբեջանը էական մեծ նշանակություն ունի Իսրայելի համար եւ հանդիսանում է Իսրայելի դաշնակիցը։ Այդ իսկ պատճառով, այո, Սյունիքի նշանակությունը Եվրասիական տարածաշրջանի կոմունիկացիան համար էական նշանակություն ունի, հատկապես նաեւ նշենք, որ Իրանը դա Չինաստանի դաշնակիցն է։ Չինաստանը բնականաբար այս տարածքից կարող է օգտվել, բայց առաջին հերթին Իրանի դեմ է ուղղված այս գործընթացը։ Դրա համար բոլոր նրանք, ովքեր ասում են, որ հա թրիփը դա մեր համար անվտանգություն ապահովող ինչ որ շա գործոն է, խորհուրդ կտամ նայել թե Սիրիայում այդ Հալեպը քրդերից մաքրած հետո ինչպես Ամերիկայի լուր համաձայնությամբ սիրիական արաբական զորքերը շարժվեցին դեպի արևելքում գտնվող այսպես Ռոժավի ինքնավարությունը, քրդական ինքնավարությունը եւ գրեթե վերացրեցին այդ ինքնավարությունը, քանի հազար մարդու կոտորեցին անհետ կորավ եւ այլն։ Բայց ամեն դեպքում թրիփը երկարատև գործընթաց է, ասում են մինչև 30 թվական շարունակվելու է, այսինքն ինչպես օգտագործվելու դա Իրանի դեմ։ Իրանի դեմ հիմա է գործողություններ արվում, այսինքն հերանեկարել ինչ որ բան։ Ամերիկա արտաքին քաղաքականությունը չի սկսվում եւ ավարտվում Տրամպով։ Ամերիկա արտաքին քաղաքականությունը տասնամյակներ տևող քաղաքականություն է։ Այս բնականաբար այդ տասնամյակների ընթացքում է, որ պետք է Իրանի դեմ գործողություններ իրականացվեն, որ Տրամպը Վենեսուելայում իշխանապողություն արեց եւ կտրում է վենեսուելական նավթը Չինաստանից, երկրորդ նպատակը իրանական նավթ ու գազը Չինաստանից կտրելն է։ Իսկ որպեսզի Չինաստանից այդ նավթ իրանական նավթ ու գազը կտրի, դու Իրանում պետք է փոփոխես իշխանություն, ինչպես ասեց Տրամպը, հա, Իրանին պետք է նոր իշխանություն, ընդհանրապես 3 դա ասեց։ Հիմա բոլորը ծիծաղում են եւ այլն, բայց Ամերիկայի խորհրդային պետությունը Տրամպի միջոցով իրականացնում է ծրագիրը հարվածենք Չինաստանին, վերստենք Գրենլանդիան, Կանադան, Արկտիկա ամբողջ ռեսուրսները վերստենք մեզ եւ նորից դառնանք սուպեր, ուրեմն աշխարհը թելադրող երկիր, որովհետեւ հիմա իր դիրքերը թուլացել են եւ Չինաստանը ձեռնոց են ատել Միացյալ Նահանգներին։ Այս ամբողջ քաղաքականությունն է, որի մեջ նաեւ ասենք էական դեր ունի, այո, այս ճանապարհով, որովհետեւ այս ճանապարհով դու թուլացնում ես Իրանին։
Ինչ վերաբերում է ձեր մյուս հարցին, այնպես որ այս տրիպը կարող է փաստել, բոլոր նրանք ովքեր հույս ունեն, որ տրիպով Ամերիկան վերցնում Հայաստանի անվտանգությունը, այդպիսի բան չկա։ Իսկ ինչ է տալիս Հայաստանի շրջափակումից հանում է Հայաստանը։ Ոչ մի շրջափակումից չի տնտեսական հանում։ Ոչ մի բան չի ստեղծում, ընդհանրապես հակառակը։ Դա Իրանի համար ստեղծում է պատկերացում, որ Իրանը վերածվում է, Հայաստանը Իրանի համար վերածվում է հակաիրանական ինչ որ գործընթացի, ինչպես մի քանի օր առաջ նշեց դեսպանը, երբ որ ցույցեր են տեղի ունենում դեսպանության առջև։ Իդեպ նշեմ, Թիֆլիսում նույնպես փորձեցին իրանական դեսպանության դիմաց ցույցեր իրականացնել, քանի որ Վրաստանում երկրի իշխանությունները բավականին գիտակից են ի տարբերություն Հայաստանի իշխանությունների եւ պետականության շահերից են ելում եւ ոչ թե իրենց աթոռից ու պրեմիաներից են առաջ փրկվում, անմիջապես այդ հակաիրանական ցույցերը կես ժամ ընթացքում վերացրեցին ու այդ հարցը գնաց եւ ոչ թե թույլ տվեցին ամեն օր տենց երկարի եւ երբ դադարեցեց ցույցերը, երբ որ Իրանի դեսպանը կոպիտ շատ խիստ բավական խստությամբ հայտարարություն արեց դիվերենտության մեջ չեք հանդիպի որ Իրանի դեսպանը տվյալ երկրում կամ ընդհանրապես որևէ մի երկրի դեսպան տվյալ երկրում նման հայտարարություն է դա գրեթե պատերազմ հայտարարելու նման մի հայտարարություն էր կարող է լինել ասենք Բուլղարիայում խոսքյոնական Հունաստանում Իրանի դեսպանը այդտեղի ինչ որ մամուլի ասում հարցազրույց տալու ընթացքում այդպեսի բան ասի որ մեր կարծիքով Հայաստանը վերածվում է հակաիրանական երկրի բայց պետք է քննարկենք մենք թույլ չենք տա երբ որ հարցը դրան հասնի Հայաստանը 26% ունի այնտեղ եւ որոշում է կայացնում Հայաստանը, այնպես չի որ ձայնազուրկ է։ Հայաստանը ձայնազուրկ է, որտեղ երբ որ պետք լինի Ամերիկան 76% այս կամ այն երկրին վաճառել, Հայաստանին չի հարցնելու։ 74%-ը չի բանանելու, ուրեմն հարցնելու։ Դրան էլ կանդադառնանք, բայց մենք տեսնում ենք մի բան, որ հա, երբ որ տվյալ այլ երկրում դեսպանը հայտարարություն իրականացնում, ասենք, իր կնշի, որ կարծիքով, ասենք Հայաստանը հակաիրանական երկրի վերածել։ Դա էլ ինչ-որ ցապով կարող ենք հասկանալ, բայց երբ որ դուք նայեք նախորդ Հայաստանի 30 տարի ընթացքում դուք չեք տեսնի, որ Հայաստանում, Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանը այդ մակարդակի կոշտության հայտարարություն իրականացնի, որը գրեթե հավասար է պատերազմին ինչ-որ հայտարարության։ Սա զգուշացում է, որ Հայաստանի իշխանությունը այդպես չեն ուզում հասկանալ, որ Իրանի հետ այդպես չի կարելի խոսալ, որ ինքը մի քանի անգամ կուժացնի, երրորդ անգամ կարող է ուրիշ ուրեմն գործողությունների դիմել։ Իրանի հզորությունը շատ ավելին է եւ նա տարածաշրջանային ռեգիոնալային հզոր երկիրը, որ անգամ Միացյալ Նահանգները վախեցան նրան հարցաբանը, հարվածը, որտեղ զգուշացեց, ես էլ քեզ կխփեմ, անցյալ անգամը չի լինի, որտեղ Իրանը դասեր քաղալ է 10 կորվա պատերազմից ի տարբերություն Հայաստանի եւ այնտեղ այլ ուրեմն բավականին լավ ռազմական գործողությունների նշված է, որ Հայաստանն է վերահսկելու ամբողջությամբ։ Այդ դեպքում ինչու է խնդիր տեսնում Իրանը։ Որովհետեւ շատ լավ գիտի, հենց Հայաստանը պետք է վերահսկի։ Որովհետեւ Հայաստանը շատ լավ գիտի, որ Հայաստանի իշխանությունը դա արևմուտքի գլոբալիստների խամաճիկներն են եւ այնտեղ ինչ ասեն, հենց էլ լինելու է։ Հայաստանի իշխանություն կարող ասի ես եմ ասում, բայց իրականում իրենք կարող ասի այն ինչ որ ձեռք է տալի արևմտյան գլոբալիստերին։ Իրանք լավ գիտեն, որ Հայաստանի իշխանությունները ինքնուրույն քաղաքականություն չեն վարում, նրանք ընդամենը մարիոնետներն են արևմտյան գլոբալիստական ուժերի եւ երբ որ նրանք կորոշեն, այնպես էլ Հայաստանի իշխանությունները կանեն։ Հակառակ դեպքում Հայաստանի իշխանությունները խիստ վախենում են իշխանությունը կորցնելու։ Առանց արևմուտքի աջակցության նրանք չեն կարող իշխանություն պահել։ Այդ դրա համար էլ ինքը շատ լավ գիտի, որ Հայաստանի իշխանությունները ասած չասած ոչ մի բան չի նշանակում։ Ինչ վերաբերում Այդեպ նաև մի հատ էլ հարց կա, այդտեղ ընդդիմության հետ կապված։ Մենք տեսանք 10 օրվա ընթացքում, որ ցույցեր են տեղ ունենում եւ այլն, ոչ թե 10 օրվա ընթացքում, այլ որ ցույցեր են տեղ ունենում դեկտեմբերի վերջից եւ մենք մի բան չտեսանք։ Մենք չտեսանք, որ Հայաստանի ընդդիմադիրները նախ այս իրանական ցույցեր տեղ ունեցան, չէ՞, բավականին զոհեր տեղ ունեցան, նաև խաղաղ քաղաքացիներ, իհարկե նաև ահաբեկիչներին ոչնչացրեցին, որոնք դրսից ներմուծված էին, կամ քուրդ անջատողականները, որոնք դրսից աջակցություն ստանալով Իրանի Իսլամական Հանրապետության խաղաղ քաղաքացիների դեմ ինչ-որ գործողություն իրականացնում, որի համար իրենց արժանի պատիժը ստացան եւ ջարդվեցին, մենք չտեսանք մի բան, որ առնվազն Հայաստանի լավ իշխանությունները չեն անում, հասկացանք, բայց մենք չտեսանք, որ Հայաստանի ընդդիմադիրները ցավակցություն հայտնեն Իրանի Իսլամական Հանրապետությունում այդ անմեղ զոհերի կապակցությամբ։ Մենք չտեսանք, որ Հայաստանի ընդդիմադիրները գնան Իրանին, ասեն, հա, դեսպանի հետ հանդիպեն, ասեն, մենք եկել ենք մեր աջակցությունը հայտնելու Իրանի Իսլամական Հանրապետության իշխանություններին երկրի համար նեղ պայմաններում, որտեղ դեսպանը շատ մեծ ճիշտ բան ասաց։ Ասաց, հարգել եք, որ դուք տենց, որտեղ կան լրատվամիջոցներ Հայաստանում, որ ոգևորված են այդ ժողովրդավարական, ճակերտավոր դեմոկրատական ցույցերից։ Դեսպանը շատ ճիշտ բան ասաց, լսեք, եթե Իրանը հանգարց ընկավ,
ամենատուժածը դուք եք լինելու, որովհետև հենց մենք անկանք կես ժամը չացած 5 վայրկյան հետո ադրբեջանական զորքերը մտնելու է Սյունիքով, Վայոց ձորով, վերստի միանա Նախիջևանին, Վարդենիսն ու Կրասարսկը վերստելու է, որ Սևանին ափին մոտենան, տեղի բնակիչներին քշել են, ու ոչ ոք դա չի նկատելու, ոնց որ քրդերին քշեցին Հալեպից 120,000, որոնք երկու օրվա ընթացքում ճամպրուկները ձեռքին։ Դուք կարծում եք, որ իշխանափոխություն լինի Իրանում, այդքան արագ հարձակման կդիմեն։ Իհարկե, որովհետև այս պահի դրությամբ Սյունիքի անվտանգությունը ապահովում է ընդամենը մեկ երկիր, Իրանի Իսլամական Հանրապետությունը, որի Արաքսից հարավ գտնվող Իսլամական հեղափոխության պահպանների կորպուսը ելնելով Իրանի Իսլամական Հանրապետության շահերից կանգնած են այդտեղ, եւ եթե այդ կորպուսի գործընթացը չլեր, Ադրբեջանը վաղուց ճեղքել էր, որովհետև այնպես չէ, որ Հայաստանի անվտանգությունը ապահովում են բան կա, այնտեղ Հայաստանի սարերում, ձորերում են հեռադիտակով վազվզող եվրո տուրիստներ կան, մոտ 200 հոգի, որի փրտե Հայաստանի անվտանգությունն են ապահովում։ Իրականում Հայաստանի անվտանգությունը 20 թվականի այդ պատերազմից հետո 44 օրյա պատերազմից հետո իրականացնում է Իրանի Իսլամական Հանրապետությունը եւ շատ ճիշտ նշում է դեսպանը, որ սա մասին նկատի ունեցեք, էլի, ուղղակի հիմա սա մի բան է ցույց տալիս, անդեմության բացատրական կամ նրանք ուղղակի վախեցան աջակցություն բացահայտել Իրանին, որովհետև դա կարող էր բերել Ամերիկայի եւ Եվրոպա միության բան դժգոհությունը, իսկ դա կարող էր արտահայտվել նրանց վիզա չտալով, այսինքն նրանք չէին կարող գնալ Փարիզ, անդիմադիր падգամավորները Փարիզ, Բերլին, Վիեննա, Հռոմ եւ այնտեղ սուրճ խմեն կամ ինչ որ Եվրոխորհրդում կատաղի ելույթներ ունեն, ձեռետել Փարիզն ու չգիտեմ Ամստերդամը, ասես տուրիստական ձևով նայեն, էլի, կամ դրանից վախեցան, կամ լրիվ բեբաշարեն, ուղղակի չհասկացան, որ պետք է այս պահին գնալ Իրանի դեսպանություն, հանդիպել դեսպանին եւ ցավակցություն հայտնել զոհերի համար եւ աջակցություն հայտնել Իրանի իշխանություններին դրսի կողմից ագրեսիայի կապակցությամբ։ Սա պետք էր անել, բայց նրանք դա չհասկացան եւ չարեցին, ինչը ցույց է տալիս, որ անդիմությունը լուրջ չի վերաբերվում իշխանության գալու գործընթացին, որովհետեւ դու կարող ես իշխանության գալ, եթե ունես Իրանի Իսլամական Հանրապետության աջակցությունը։ Հակառակ դեպքում, երբ որ դու հույս ունես, որ պետք է այնտեղ ինչ-որ մոլդովական տարբերակով գազ, քվեաթերթիկով քվեարկես եւ այլն, կստանաս նույն արդյունքը Ռուսաստանի աջակցությամբ։ Ռուսաստանի աջակցությամբ Մոլդովայում ընդդիմությունը պարտվեց։ Հիմա եթե նույն աջակցության ըստեղ է ակնկալում, քո գործն է։ Դա համար ընդդիմությունը թույլ տվեց կոպիտ սխալ։ Սա պետք է նկատի ունել եւ ասել։ Եվ ընդդիմության ընդհանրապես այս պահվածքը, երբ որ նայում եք, տեսնում եք, որ ընդդիմությունը ինքը օրակարգ չունի ընդհանրապես։ Իր օրակարգը մնացել է իշխանության կամ կոնկրետ վարչապետի օրակարգին հակադրվել է։ Վարչապետը մի բան է ասում, գնում են ընդդիմադիրները բոլոր տաղավարներում, սկսում են ապացուցել, որ վարչապետը սխալ է։ Վարչապետը հաջորդ օրը ուրիշ բան է ասում, կամ ԿՊ-ից կամ այն գործիչը գնում են եւ սկսում են ուրեմն այս կամ այն տաղավարներում ելույթ ունենալ եւ նշել, որ այդ գործիչները սխալ, այսինքն անդիմությունը ընդհանրապես ինքը օրակարգ որպես այդպեսին չունի, ինքը չի ներկայացնում իր դիրքորոշումը։ Խնդրեմ, պարզ լավագույն օրինակ է Իրանի վերաբերյալ ներկայացեք ձեր դիրքորոշումը։ Ոչ մեկ անդիմադիրներից չներկայացրեց։ Ես իշխանություն չեմ ասում, որտեղ իշխանություն արդեն ասեցին, նրանք եվրո գլոբալիստների կողմից նշանակված քաղաքական ուժն, որը իրականացնում են գլոբալիստերի ծրագրերը, նրանցից ոչինչ պետք չի սպասել, նրանք շատ ազնվորեն չասեցին եւ չեն էլ անելու։ Ավելի ազնիվ եղան իրեւ, քան անդիմադիր ուրեմն այս գործիչները։ Ինչ վերաբերում են հայտարարությունը, թե իրանք են որոշելու, ընդամենը բանին այս Գրելանդիայի հետ կապված Տրամփ ասեց, մի քանի օր առաջ ասեց, ես վերստել եմ այդ կղզին, Եվրամիությունը ինչ ասեց, բա մենք հեսա զոր կուղարկենք, մի զինվոր, 3 զինվոր, 13 զինվոր, Տրամփ ասեց, բոլոր այն երկրները, որոնք որ զորք են ուղարկել, 10% փետրվարի 1-ից հարկերը ավելանում է, 15% էլ հունիսի 1-ից։ Ուղարկած զորքերի մեծ մասը առաջին հերթին Գերմանիայի հետ փախան։ Եթե Գերմանիան, Ֆրանսիան չդիմացան, այդ երկրները չեն դիմանում, որոնց հավաքական պոտենցիալը չեմ համատում Հայաստանի հետ, որտեղ ծիծաղելի կլիներ, որ ասեմ Գերմանիա եւ Հայաստանի պոտենցիալների, ասենք համեմատությունը, եթե նա չդիմացավ, Հայաստանի ձայնը լսելու, ասենք թե պայմանավորվեցին Ռուսաստանը եւ Ամերիկան, Պուտինը եւ Տրամփը պայմանավորվեցին, որ ինչ որ միտեղ Ռուսաստանը զիջման է գնում, փոխանը Միացյալ Նահանգները այս Տրամփի միջանցքը նվիրում է ակցիան բաժնետոմսերը տալիս է կառավարման 500 տարով Ռուսաստանին։
ինչ Հայաստանի իշխանությունը դասի ես դեմ եմ ու Տրամփը Պուտինի պիտի ասեն, հա, մենք քաշվեցինք, հա, եթե Հայաստանի իշխանությունները, արժանախագահան, նրա տեղակալները դեմ են, հիմա ուրեմն մենք ոչ մի բան չեն կարող անել, լուրջ տենց իրանց մասին տենց լուրջ կարծիք ունեն, մի քիչ սխալվում են, կարող ենք ասել ոչ Տրամփի, ոչ Պուտինի եւ ոչ էլ Այաթոլլահ Խամենեի համար Հայաստանի իշխանությունների կարծիքը բացարձակապես ոչ մի բան չի նշանակում, որ ուզեն նրանք կանեն։ Խոսենք նաև տեղեկություններից, որ Թուրքիան մտադիր է հունվարի վերջին բացել Հայաստանի հետ սահմանային անցակետը, խոսում է, որ Ալիջան անցակետում արդեն իսկ աշխատանքներ են իրականացվում, թուրքական կողմից կառուցվում են մաքսային եւ դրանց հետ կապված ընդհանրակարգերի համար նախատեսված շենքեր։ Ռուբեն Ռուբինյանը այսօր չհերքեց տեղեկությունը, բայց ժամկետների մասին չխոսեց, ուզում են հստակեցում լինի նոր խոսեն։ Սա արդյոք մեծ քայլ է, իդեպ Էրդողանը խոսել էր այդ մասին, ասել խորհրդանշական քայլեր կլինեն տարեսկզբին այս ամենի տրամաբանության մեջ է։ Էրդողանը ազնվորն ասաց, կլինի խորհրդանշական քայլ, այսինքն մենք կբացենք այդ սահմանը զուտ Հայաստանի համար, Հայաստան գնացեք եկեք, բայց եթե դուք հույս ունեք, որ պետք է Կարս Գյումրի Նախիջևան գիծը աշխատի, չէ, գիծը չի աշխատելու, որովհետև Թուրքիան այսօր Արաքսին հարավ, ասենք այդ գծից Արաքսից հարավ գտնվող այդ տարածքում երկաթգիծ է կառուցում, որը անցնում մտնելու է Նախիջևան։ Այսինքն, հա, սահմանը բացվի, հա, Հայաստանից երկու վագոն գնաց կգնա Եվրոմիություն, ընդեցել երկու վագոն գնաց կգա Հայաստան, ընդամենը դա, բայց Հայաստանը տրանզիտ երկիր չի դառնալու, սահմանների բացման մասին խոսք չկա։ Չէ, սահմանը բացեցին, փաստացի չբացելով, այտենց է ստացվելու։ Կարող է լինել, այո, հավանականությունը մեծ է կլինի, ինչու համար, որովհետև նախընտրական կամպանիա է, պետք է ամեն ինչ անեն եւ Թուրքիան էլ վերջերս Էրդողան ասա, չէ, մեր տեխնացուն, այսպես է, գործող իշխանությունն է։ Այ պատկերացնում ենք, եթե հանգած դա Պուտինը ասել, էլի, ասենք ինչ-որ մի բան։ Էրդողանը այդպես է ասել։ Մենք աջակցում ենք Ֆիդաններ, այո, բայց ասում են ժողովրդի կամքն են աջակցում, կամ որ ժողովուրդն էլ Փաշինյանին է։ Հա, մենք ժողովրդի կամք ենք աջակցում, ժողովուրդը բան այդ էսպայդության մենք տեսնում ենք, որ հա, եթե ճիշտ ասենք թիմ ընտրությունները ուրիշ բան են ցույց տալիս, բայց մենք ժողովրդի կամքը, իսկ եթե մի հատ լրագրող լիներ, որը նման ասենք ոչ չմտածված արտահայտություն այդ մի հատ մեծ աղմուկ բացացավ, բայց երբ որ կայակալացն է ասում, որ 15 միլիոն եվրո փող ենք տալու, որպեսզի Հայաստանը մեր համար ցանկալի ձև իշխանություն ձևավորի, իսկ Թուրքիան էլ ասում է, որ մենք աջակցում ենք իշխանությունների այդ քաղաքականությանը, այստեղ բնականաբար Հայաստան երկին գործերով խառնվելու ոչինչ չկա, բայց հասկանալի է, չեն խառնում իրանք աջակցում են։ Այ անհատ ժուրնալիստը, որ երբ որ մասնավոր հեռուստածրագրով ելույթ ունի, նա խառնով է, իսկ պետական գործիչները չեն։ Հա, իսկ պետական գործիչները չեն խառնում, նրանք աջակցում են ընդհանրապես իշխանություններին։ Դա ներքին գործերի միջամտել չի, որ հստակեցնենք, էլի։ Հիմա ինչ վերաբերում է այլ ճանապարհաբացն, այո, կարելի է, որովհետև այսօր իշխանությունները այո իրականացնում են այն քաղաքականությունը, ինչ որ ձեռք է տալի ոչ միայն Եվրոմիության գլոբալիստերին, այլև թուրքական աշխարհին, որովհետև թուրանական աշխարհն է միավորվում, որտեղ այդ թրիպը իդեպ նշեմ Միացյալ Նահանգները մի կոպեկ անգամ այնտեղ չի դնելու, եթե դա կարող է ինքը որպես outsourcing, այսինքն որպես վարկային բան տրամադրի, ասենք Թուրքիան այնտեղ ներդրում անի, գրանցելով ինչ-որ մի հատ ամերիկյան կազմակերպություն, որը կարող է շահել այդ ուրեմն այդտեղ շինարարություն անցկացնելու խնդիրը։ Թուրքիան կդնի, Ամերիկայի Միացյալ Նահանգները չի դնելու։ Ամերիկայում կարող է գրանցված կազմակերպությունը դնի, իսկ այդ գրանցված կազմակերպությունը կարող է լինել թուրքական ու հավանական կլինի թուրքական, որտեղ Ամերիկան փող չի դնում։ Տրամփը վերջերս ինչ ասաց, գազայի համար մենք ստեղծում ենք, մի հատ օրինակ ընդհանրապես ստեղծում ենք խաղաղության խորհուրդ։ Եվ այստեղ ընդգրկվում են այս երկրները։ Ու երկրորդ աղդատությունը ո՞րն էր։ Այս երկրները, որ այնտեղ են ընդգրկվում, մարդը $1 միլիարդ փող հավաքեք տվեք, որ ես այդտեղ խաղաղություն իրականացնեմ։ Տրամփը այն քաղաքականության նախագահն է, որը հայկական ասվածածքի համաձայն սատկած է շաման գալու, որ նալերը հանի ծախի, ինքը գումար չի դնելու, ուրեմն այս տրիպի մեջ։ Այո, Թուրքիան, Բրիտանիան կարող է գրանցեն Ամերիկայում կազմակերպություն եւ որպես ամերիկյան, չգիտեմ, կազմակերպիչ, անգամ ամերիկացի ղեկավարի, ուրեմն տնօրենի ղեկավարությամբ գան, այստեղ փողերը դնեն, իսկ դուք չեք իմանա թե ինչ գումարներ են։ Դա ամերիկյան գումարներ հաստատ չեն լինել։ Դա լինել թուրք բրիտանական գումարներ, որտեղ այո, Իրան շահերից բխում է, Թուրքիայի շահերից բխում է։ Իրենք բավականին ոգևորված են։ Ֆիդանը շատ լավ ոգևորված, փառք էր տալիս Աստծուն, որ վերջապես դա եղավ։ Իհարկե, որովհետև
դա 100 տարվա իրենց երազանքն է, Թուրքիայի երազանքը, սկսած Մուստաֆա Քեմալիցյանն է, որ Թուրքիան միանա կենտրոնական Ասիային անխոչնդոտ ձևով, եւ այս անխոչնդոտ ճանապարհը դա իրենց 100 տարվա երազանքն է, որը իրականացնում է Հայաստանի իշխանությունը, դրա համար այո, նրանք փառք են տալի Հայաստանի իշխանություններին եւ նրանք կանեն ամեն ինչ, որ այսօր քաղաքական իշխանությունը մնա իր ուրեմն պաշտոնում, որովհետեւ նման դեպքում իրենք կստանում են անխոչնդոտ ճանապարհը, որ ինչ տանեն, ինչ բերեն, ոչ ոք դրա մասին չի մնա, այսինքն թուրքական աշխարհը միավորվի։ Դրա համար բնականաբար պետք է իհարկե եւ Ալլահին էլ ուրեմն ցապկտան եւ սահմանել կարող է բացեն եւ էժան բենզինել կարող է տան եւ շատ ուրեմն գործընթացներ կարող են միայն թե հունիսի 7-ին քաղաքացին գնա քվեարկի իշխանությունը մնա, այ հետո իրենց քաղաքականությունը, որ 5 տարվա մանդատը նորից կունես իշխանությունը, նոր արդեն կսկսենք ասել, դե անկլավներն էլ տուր, ճանապարհներն էլ փակվում, հոչացեցինք, որ բացվում է։ Դա խորհրդանշանական քայլ էր, մի երկու ամսով աշխատեց խորհրդանշանական, հիմա փակվեց։ Ուզում ես էլի բացվի, դե անկլավը տուր, զորքերդ ու բանը սահմանափակի կամ բանակը լուծարի Սևանից եղլու դեպի Սևան, որովհետև Ադրբեջանը ջրի լուրջ խնդիրներ ունի, իսկ Սևանը դա ջրամբար է, ինքը կարող է ուրեմն ջուրը քաշել։ Արաքսից ջուրը լրիվից տուր, որ ես ամբողջովին օգտագործեմ, դու քեզ կամավոր զրկի Արաքսի ջրից, իսկ Հայաստանի իշխանությունը բնականաբար այդ բոլոր քայլին կգնան հանուն իշխանություն ունենալով, որովհետև պարզվեց իշխանությունը ոչ թե պարզված, այլ հայտնի որ այդ իշխանությունը ոչ միայն, ասենք, վայելք է, նաև ֆինանսական աջակցություն է մի քանի տասնյակ միլիոնավոր պրեմիաներ ստանալու պարգևաճարների ձևով։ Բնականաբար հանուն դրա կարելի է եւ գնալ ուրեմն այդ պարգևաճարների մասով ինչ կասեք, ասում ինչու եք այդքան թմկահարում դա բաժանեք ամիսների, տեսեք մեծ գումար չէ, պատգամավորների հատկապես երբ որ թոշակառուն չգիտի 10,000 դրամ ինչպես ծախսի, հետաքրքիր է, արտադրության նախարարը գիտի 7 միլիոն դրամը ոնց ծախսի։ Դու գնա այդ թոշակառուն բացատրի, որ 10,000 դրամ թոշակառուն պարզվում է չգիտեր ոնց ծախսել, բայց պարզվում է նախարարը գիտի տասնյակ միլիոնավոր դրամների պրեմիաներ այդ պարգևաճարները ինչպես ծախսի։ Այնպես որ այո, Թուրքիայի ճանապարհը մենք տեսնում ենք, որ այո, Թուրքիայի իշխանությունը ձեռք է տալի այդ թրիպի անխափան ճանապարհի աշխատումը, որը կրկնեմ դեմ է Իրանի Իսլամական Հանրապետությանը գոյաբանական տեսակետից, Ռուսաստանն էլ դա դեմ է, եթե ինքը չի վերահսկում, եթե ռուսական կողմն է վերահսկում, ապա իրեն ուրեմն կողմ է։ Եվ չի բացառվում, որ ռուս-ամերիկյան այս ընդհանուր Ուկրաինայի հետ կապված այդ պայմանավորվածությունների Գրենլանդիա եւ այլ այդ մեծ պայմանավորվածությունների արդյունքում այս ճանապարհը հայտնվի է ռուսական ուրեմն հսկողության տակ, որովհետեւ այս կամ այն ձևի հայտնվի ռուսական հսկողության տակ, որովհետեւ Տրամպի համար Ռուսաստանի հետ այլ հարցերում պայմանավորվածությունները գարը ավելի կարեւոր են, քան այս ճանապարհը։ Եթե ինքը տեսնի, որ Իրանի դեմ ինքը չի կարողանում կամ էլ Ռուսաստանի դրական չեզոքությունը ստանա Իրանի դեմ կատարվելի գործողությունների ժամանակ։ Այդ դեպքում այո, կարող են այս ճանապարհը ասեն կիսել, որը խնդիր չկա, ու Հայաստանի իշխանությունները ոչ մի բան չեն կարող դրա դեմ անել։ Թող հանգիստ իրենց տեղերը նստեն։ Խոսենք նաև վերջին տեղեկությունից, հայտնի դարձավ, որ Տաշիր ընկերությունների սեփականատեր Սամվել Կարապետյանի ընտանիքի կողմից ձևավորված մեր ձևով շարժման անդամները պաշտոնապես գրանցվել են ուժեղ Հայաստան կուսակցություն անվամբ։ Կանխատեսումներ կար, որ հնարավոր է նրանց չգրանցեն, փաստացի գրանցեցին։ Հա, 3 տարբերակ կար։ Առաջին չգրանցեն, հիմա չգիտեմ, էսի վերջնականա դեռևս նոր է այդ լուրն եկել, չեն կարող ասել վերջնական արդեն կնիկով կնքված ամեն ինչ այդ կուսակցությունները կա եւ այլն, որտեվ համագումար պետքա լինի, ուրիշ բանը հայտ էս ներկայացնում, թղթեր էս վերցնում, ասենք համագումար պետք է լինի, հիմնադիր համագումար, ոնց որ թե չի եղել եւ այլն, էլի, ու դրանից հետո ահա կուսակցություն, չէ, հայտ վերստալը թղթեր վերստալ կուսակցություն գրանցել համար դա ուրիշ բան է, բայց երբ որ դու վերստում ես հիմնադիր համագումար ես անում, հետո դա արձանագրություններ ես կազմում, տարատեսակ փաստաթղթեր կա թղթաբանություն, դա ներկայացնում ես արտադրության նախարարություն, դա ստուգում է տենում է ամեն ինչ ճիշտ է եւ այլն, նոր գրանցում է եւ ոնց որ կա դա ռեգիստրում գրանցում ես քեզ որպես կուսակցություն ու ինքդ բան ես անում։ Ռեգիստրում արդեն իսկ գրանցվել է ըստ էլեկտրոնային ռեգիստրի տվյալների կուսակցության հիմնադիրներն են Ալեքսան Ալեքսանյանը, Աշոտ Ֆարսյանը եւ Լենա Մաթևոսյանը, որոնք մեր ձևով շարժման անդամներն էին։ Հա, դա հիմա առաջին։ Հա, ոչ, ուրեմն եթե վերցնում ենք այդ կուսակցությունը, որ գրանցված է արդեն վերջնական, հələ այլևս ոչ մի խնդիր չկա, 3 տարբերակ կար։ Առաջին կուսակցությունը չեն գրանցում է, երկրորդ կուսակցությունը գրանցում են, բայց ընտրական գործընթացին թույլ չեն տալիս 2 կամ գրանցելուց հետո չեղալ են հայտարարում 2, երրորդ տարբերակը չեն թողում ընտրական գործընթացին եւ չորրորդ քվեարկությունից ու բան այդ նախորդող ուրբաթ օրը մոլդովական սցենարով նրան հանում են գործը բան այդ ընտրական գործընթացից։ Բայց պետք է պատճառներ չէ ներկայացնել։ Կհորինվեն պատճառներ։
Իսկ ինչ-ինչ այս իշխանությունների մոտ հորինվել է այնքան լավ է ստացվում, ինչ-ինչ պատճառ գտել այս իշխանությունների համար, դա ընդհանրապես խնդիր չի, էլի։ Մոլդովայում էլ չէ կարող բանալեցին գտանք, ոչ է խնդիր չկա։ Հետո ստեղ որոշակի հարց կար, հիշենք, որ Մեդզևովը նշում էր, չէ, որ հունվարի կեսերին իրենք տալու են վարչապետի իրենց տեխնացու անունը, ոնց որ թե հունվարի կեսը անցավ, բայց վարչապետի իրենց տեխնացու անունը ոնց որ թե չի հնչում, սա մեկ եւ երկրորդ։ Ստեղ խնդիր կա Սամվել Կարապետյան կապված արդյոք ինքը կարող է առաջնորդել կամ վարչապետի տեխնացու լինել, որովհետեւ ինքը քաղաքացիության խնդիր կա, որտեղ ինքը նաեւ Ռուսաստանի քաղաք, հա, եւ ուրեմն Կիպրոսի ուրեմն քաղաքացի է, իսկ դա բնականաբար խնդիրներ է առաջացնում։ Հետո արդյոք Սամվել Կարապետյանը ապահովել է ինչ որ հա վարչապետի համար անհրաժեշտ այդ մյուս կետերը։ Իսկ եթե ինքը չի լինում, ով պետք է լինի, ասենք, այնտեղ ուրիշ տեխնացու չկա, ինչա դարձից էլի կան մյուս Կարեն Կարապետյանն են բերելու Գազպրոմի Կարեն Կարապետյանն է լինում։ Հա, դե հիմա անես չէ, որ միակարգի փորձիր էս բանն է, էլի, գործընթացը պետք է։ Բայց ինչպես եք դուք արդյունավետ լուծումը տեսնում։ Ես արդյունավետ լուծումը, արդյունավետ լուծումն է լինում, որ անդեմությունը եթե ցանկանում է իշխանություններին հաղթել, պետք է հաղթի միջև քվեարկություն, միջև ընտրությունների սկիզբը։ Եթե դու չկարողացար իշխանություն հաղթել միջև ընտրություններ, հունիսի 7-ին մնաց իշխանությունը, ապա բնականաբար ինքը վերարտադրվի, կարող ենք ասել, որ ինքը ամբողջովին կվերարտադրվի, որտեղ եթե ինքը միջև հունիսի 7 չգնաց, հունիսի 8-ին չի գնալու։ Հավանականությունը, որ ինքը կմնա 99.99% է, որտեղ ինքը կարող է կհանել քո կուսակցությունը չգրանցել, իսկ դու չունես այն պոտենցիալը, որպեսզի մարդկանց փողոց անել, ստիպել, որպեսզի նա քո կուսակցությունը գրանցի։ Ինչպես ցույց են տալի գործընթացները, հասարակությունը այլևս փողոց դուրս չի գալիս։ Սա ոչ մեկի, ոչ անդիմության միջև ընտրություններ հաղթել Փաշինյանին։ Հետո թող իրանք նստեն մտածեն, սահմանադրությունը գրված է, իհարկե սահմանադրության մեջ ձևերը գրած են, ամեն շատ, ովքե պետքա կարդալ սահմանադրությունը եւ այնտեղ ամեն ինչ շատ հստակ, ամեն ինչ շատ པարզ գրած է։ Ովքե պետք է կողնած ճիշտ կարդալ սահմանադրությունը եւ հասկանալ սահմանադրությունը ոչ թե տառացի կամ բառացի, այ իմաստը սահմանադրությունը այդ բովանդակությունը ճիշտ հասկանաս գրածի եւ բնականաբար եթե գրածը բովանդակությունը ճիշտ հասկանաս դու կարող ես իշխանապողություն անել որովհետեւ խնդիր չի դու կարող ես եւ դա փետրվարին անել եւ մարտ ամսին անել եւ ապրիլին ամսին անել որովհետեւ խնդիր չկա ուղղակի պետքա դրա ցանկություն ունես եթե չունես ցանկություն իմացեք եթե դու ունես ցանկություն դու գտնում ես հնարավորներ ինչպես դա միջոցներ ինչպես դա իրականություն դարձնել եթե դու չունես ցանկություն դու փնտրում ես պատճառներ թե ինչու դա չի կարող տեղի ունենալ հիմա այս պայծրությամբ մենք տեսնում ենք որ անդիմությունը փնտրում է պատճառներ թե ինչու չի կարող ինքը ուրեմն բան անել էլի իշխանապողություն անել որովհետև գնալ են ստանդարտ ձևերի ոնց որ վերջերս արդեն սկսվել է գյուղերում հանդիպել գյուղի բնակիչների հետ ակումբներում եւ ասել հա խորհրդակցություններ եւ ասել որ գիտեք Նիկոլ Փաշինյանը վատն է ԿՊ-ն վատն է նրանք թուրք են նրանք չգիտեմ դրսից նշանակված են նրանք շատ վատ են դա արդյունք չի տալիս էլի մի բան հիշեք հունիսի 7-ի ընտրությունը այս պահեդրությամբ ենք նշում մենք չգիտենք գարնանը ինչ աշխարհակական փոփոխություններ կլինի բայց այս պահեդրությամբ մենք նշում ենք այն փաստը որ հունիսի 7-ի ընտրությունները դա ոչ թե ընդդիմություն ԿՊ պայքար է դա ընդդիմություն եւ գլոբալիստ եւ արևմուտք դրանց միջև պայքարն է իսկ այստեղ դու պետք է ունենաս դաշնակիցներ եթե դու ընդդիմության թվում ես որ ինքը իր ուժերով կարող է արևմուտքին հաղթել ինքը խիստ գերագնահատում է իր ուժերը եւ խիստ հերագնահատում է արևմուտքի ուժերը ինքը չի կարող հաղթել եթե համապատասխան ռազմավարություն չփոխի եւ ոչ ստանդարտ քայլերը չանի իրենց քայլերը սպայդությամբ ստանդարտ են իսկ այս ստանդարտ քայլերի դեմ իշխանությունները գիտեն ինչ քայլեր հակադրել որտեղ 30 տարի ընդդիմությունը միշտ այդ ստանդարտ քայլերով գնացել է եւ սկսած 95 թվականի բոլոր ընտրություններում պաշտոնական տվյալներով իշխանությունը հաղթել է բոլոր խոսքը վերաբերում է կենտրոնական չի վերաբերում Գյումրի, Փարաքիա, չգիտեմ Վանաձոր եւ այլն դրանց խոսքը դրանց մասին չի խոսքը վերաբերում է կենտրոնական նախագահական պարլամենտական ու հիմա նախագահական չկա խոսք այն մասին էր այն տարիներին կար այդ բոլորը ընտրություններին պաշտոնական տվյալներով իշխանությունը հաղթել են որտեղ ընդդիմությունը միշտ գնացել է ստանդարտ քայլեր եթե հիմա էլ է գնում ստանդարտ քայլեր ուրեմն կարող ենք ասել որ հունիսի 8-ին նորից գործող վարչապետը կշարունակի իր գործառույթը եւս 5 տարի Շնորհակալ եմ զրույցի համար Խնդրեմ Զրուցակիցս քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն էր շարունակեք մեզ հետևել կհանդիպենք